Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք հուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն, այսօր մեր զրուցակիցն է գրող հրապարակախոս Սաքո Արյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Արյան, վերջին շրջանում այդպես շատ հազվադեպ է լինում, որ մեր հյուրը երկրորդ անգամ է գալիս մեր մոտ ստուդիա, պլյուսա թե մինուսա։ Ինձ համար դա հաճելի է, ցավոք սրտի ոչ հաճելի պատճառներով ենք հավաքվում, որովհետև եթե կհիշեք առաջին անգամ մենք խոսում էինք Լիբանանում ստեղծված իրավիճակի մասին, Հեզբոլլահ Իսրայել հակամարտության համապատկերում, այս անգամ պիտի անդրադառնանք արդեն Սիրիայի իրադարձություններին, որում մոտավորապես այս տրամաբանությամբ տեսեք, վերջին մի քանի օրվա ընթացքում, մեկ շաբաթվա ընթացքում Սիրիայում տեղի ունեցան իրադարձություններ, Սիրիայի իշխանությունները ավելի ճիշտ, ալևիների դեմ ձեռնարկեցին գործողություններ, որոնք կամ շատ մոտ էին, կամ նույնական են ցեղասպանություն եզրույթի հետ։ Ըստ էության, բացի ցեղասպանությունից դա այլ կերպ կոչել մի քիչ բարդ է, բայց այդ ամենը փաթեթավորվեց Բաշար Ալ-Ասադի, Սիրիայից գոլորշիացած նախագահի համախոհներին կամ զինակիցներին զինաթափելով, այսպես փաթեթավորվեց, այսպես ներկայացվեց։ Ինչ է իրականում տեղի ունեցել, ինչի եմ ձեզ հարցնում, որովհետև ես գիտեմ, որ դուք շատ ամուր կապեր ունեք ոչ միայն Լիբանանում, այլև Սիրիայում։ Եվ դխուր ֆոնի վրա, որովհետև նաև մեր համայնքի անդամները սիրիահայերը մտահոգիչ վախով լեցուն օրեր ապրեցան, հատկապես ինչպես նշեցիք, Ձովեզերիա, Ձովապնյա շրջաններում տեղի ունեցածների հետ կապված, արաբերենով ասում ենք Ահդաս Սահել, այսինքն Ձովեզերիա թեփքեր։ Գիտեք, նույն օրերուն նախ ես շատ կողմնագից չեմ բادرազմական կոդիներու մեջ ստեղծված յուրաքանչյուր թեփքը արագորեն ցեղասպանություն որակելուն։ Միշտ թեմ եղած եմ այդ շահարգումը ճագերտներով, ճիշտ է դխուր թեփքեր են, սպանություններ են եւ շատ զազրելի ոճով, բայց պետք է ավելի խորը նայել եւ չարժեզրկել հայոց համար շատ կարեւոր տերմինը ցեղասպանությունը։ Ուրեմն դուք ճիշտ նշեցիք, որ այս բոլորը կփոխկապակցվին Սուրյո Բարնալ հիշեմ կոլորշի հացած նախագահ Բաշար Ասադի այսպես գոմնագիցներուն հետ կապված գործողություններով, որովհետև նույն բահուն անցյալ երկուշաբթի օր, որ մենք կգրեինք այս թեմաներու մասին, Ալ-Հադաս արաբական ամենահռչակավոր արփանյակային գայանը գծուցածրեր կադրեր Կարդահան գամարվի ալևիներու փույնը, այնտեղ ծնած է Սուրյո նախագահ Հաֆեզ Ալ-Ասադը եւ գամարվի աղբյուրը այդ քաղաքապարախոսության, ասենք, Ասադյան ռեժիմի։ Եթե կարելի է այդ մեկը բնութագրել որպես քաղաքապարախոսություն, եւ այդ կայանը գծուցածրեր կադրեր, ասելով թե դեսեք այստեղ ալևիները սպանած են այն զինյալներուն կամ այն ներքին անվտանգության ուժերու անդամներուն, որոնք այստեղ հսկողության աշխատանքի մեջ էին։ Այսինքն այդ գործողությունները, որ եղան, ես իհարկե չեմ արտարացներ, բայց եւ այնպես հետևանք էին այդ շրջաններում մեջ տեղի ունեցած որոշակի թեփքերով եւ այդտեղ կան ենթատեքստեր, որ բավական վտանգավոր են եւ կհուզեն Սուրյո այսօրվա իշխանությունը եւ Սուրյո այսօրվա իշխանության նախագահը, փոխանցման նախագահ Ահմադ Շարա եւ այդ որպես հագաստեցություն, որ շատ տխուր եղավ, Ահմադ Շարա ըստ երևույթին իրավիճակը ցերքի մեջ բահելու համար օգտվեցավ այդ մյուս հրոսակներեն, որոնք կային եւ չի բացառվիր, որ Թուրքիո կամ ասենք Իմարատներու կամ այլ երկիրներու հովանավորության դակ գործող խլիակներ են, որոնք անիշխանական են եւ այս իրավիճակներում մեջ դուք գիտեք նաեւ թե մեկ օրվա մեջ կրնան ինչեր բադայիլ եւ մենք ունեցանք այնինչ ունեցանք զոհերու թիվը ծարտ վերջնական չէ գխոսվի գարկ մախբիրներ գխոսին 1000-ից շատ ավելի ես չեմ ուզեր գնահատականներ տալ
Սակայն այսօր նոր օր է Սիրիայում, նոր իրավիճակ է եւ պայմանավորված է Սուրիո իշխանություններուն եւ քուրդ խմբավորումներուն միջև դեղի ունեցած գնկված համաձայնությամբ, որ մեզ շատերուն համար, անոնք որ շատ մանրազնին չեն հետևիր, զարմանալի էր եւ անսպասելի։ Սա ընդանուր պատկերը այսօր նշեմ նաեւ որ այսօր Սուրիո նախագահական բալադի մեջ Ղասրել Մոհաջիրի մեջ, որուն անունը վստահ չեմ թե փոխվեցավ, պիտի նախագահ Շարային ներկայացնեն սահմանադրության առաջին օրինակը քննարկման համար։ Սա նաև ցույց կտա ինչքան մեծ է Սուրիան որպես դարողություն, որպես բազմազգ երկիր, ուր գործեն կարևոր փաղկացուցիչներ, սակայն չպետք է մոռանալ, որ երբ Սուրիա գսենք, միշտ ասած ենք մեծակույն տոկոսը բնակիչներուն սուննիներ են։ Այսօրվա դրությամբ Սուրիո 74% սուննիներ են, 13% ալևիներ են, 10% քրիստոնյաներն են, այս տիվերը հարաբերական են եւ վերջինը դրուզներն են, որոնց մասին քիչ մը գուզեմ ակնարկել։ Երկիրը որպես աշխարհակրական բաժանմունք, ես նաև մեր ագընթիրներուն պիտի ուզեի ցույց տալ այս կարդեսը։ Կտեսնեք այս շեշտված քույնը, որ նշեցի, սուննիներն են, ուր նաև կա Հալեբը, գլխավոր կետրոն սուննիներուն, նաև Դամասկոսը, իսկ կանաչով հատվածները քյուրդերն են, այսպես երևելի է կարծեմ, ունինք նաև անշուշտ ալեուիները, որ այս ձովեզերիա հատվածն է, ուր դեղի ունեցան այդ դեպքերը, կտեսնեք քույներու հարաբերակցությունը եւ այս բոլորը ճիշտ ընկալելու համար պետք է հասկանալ թե ինչու կշեշտեմ սուննիներու բարական, որովհետեւ այսօր Սուրիան նոր իրավիճակի մեջ է եւ բոլոր միջազգային խաղացողները, եթե ռուսներն ալ գահամարենք միջազգային խաղացող Սուրիո բարակային, ընդունած են, որ Սուրիան նոր իրավիճակի մեջ է, ուր դիրական ուժը սուննիներն են։ Փոքրամասնության կառավարումից անցավ մեծամասնության կառավարման, հա? Ճիշտ հագաբատկերը։ Տեսեք, դուք ասացիք, որ 3 օր առաջ, եթե չեմ սխալվում, ստորագրված Ջուլանին ստորագրեց եւ քրդերը ստորագրեցին։ Ջուլանի չէ, Ահմեդ Շարա։ Ես այսպես ընդունված անունով եմ ասում։ Լավ։ Ստորագրվեց շատերի համար ձեր բնորոշմամբ մարդկանց, որոնք այսպես ուշադիր չէին հետևում իրադարձություններին, անսպասելի էր այդ ստորագրումը, ինչու, որում փորձենք բացել, ինչու, որովհետև դեմոկրատական ուժերը, այսպես կոչված, քրդական զինված կազմավորումները, որոնք գործում են երկրի հյուսիսում, համարվում էին պրոքսի կազմակերպություններ, ընդ որում Միացյալ Նահանգների առաջին հերթին, հետո արդեն Իսրայելի նաև, որպես Իսրայելը կարելի ասել Միացյալ Նահանգների փոխանորդն է Մերձավոր Արևելքում, Սաուդյան Արաբիայի հետ մեկտեղ։ Եվ դա անսպասելի էր, որովհետև թվում էր, թե Թուրքիան ամբողջական վերահսկողություն է սահմանել Սիրիայի եւ Սիրիայի իշխանությունների վրա, եւ այս քայլը հատկապես Իսրայելի հետ մերձ հարաբերություններ ունեցող կազմավորումների անսպասելի էր։ Ինչու դա տեղի ունեցավ։ Գիտեք, նախ ասեմ, որ քյուրդերը շատ լավ զինված են, գվայելեն ամերիկացիներու անմնացորդ եւ ամբողջական նեցուգը այն օրերուն, երբ Թուրքիան մի քանի գործողություններ կատարեց Սուրիա ուղությամբ, որուն մեկադը գիշեմ, մեկադին անունը Ցիտենիաց ջուղեր, մյուսը Եփրադի վահան էր, այս բոլորը բուֆերային կոդի ստեղծելու առումով ես անցամ գաբ ունեի Թել Ռեֆաթի շրջանի մեջ տեղակայված քյուրդ ասենք հրամանատարության հետ եւ ուղագի իրենց ունեցած ռազմական այս կալիբրը եւ արտիական ոճը ինձ զարմացուցած է։ Սակայն ինչպես ռուս ամերիկյան ճակատին վրա դեղի ունենան արագ փոփոխություններ եւ քյուրդերը շատ հավանաբար նախասկալով, որ ամերիկացիք աբակա պիտի չունենան Սիրիայում եւ նկատելով նաեւ ալևիներուն թեմ դեղի ունեցած դեպքերը, որովհետեւ միանշանակ չէ, որ քյուրդերը կգտնվի միայն այդ Ռոջովա գոչված շրջանի մեջ,
կան նաև քյուրդեր Հալեբի մերձ, կան նաև քյուրդեր, ուր Սիրիայի իշխանությունները մեծամասնություն են որպես թիվ։ Նախասկալով այս վտանգները Մազլում Ալ-Աբդին շատ խելոք քայլ մգադարեց ու նաև լսեց այն թելատրանքները, որ ուղղվեցան իրեն եւ համառություն չրավ եւ տեղի ունեցող բանակցությունները, որ ինչ որ դեղ հասած էին արդեն։ Այս բանակցությունները նոր չեն։ Երբ Ահմեդ Շարը ստանցնեց Սուրիողեգը, այդ օրվանե բանակցություններ կային, սա կախնիկ չէ։ Եվ կորզատրեց այնինչ որ ճիշտ է, այնինչ որ ապահով է իր ժողովրդին համար։ Եվ սա անշուշտ մի անգամ ընդմիշտ ըստ երևույթին քյուրդերը գործընծուցին այդ մեծ երազը, որ բեդություն ունենալ այդ շրջաններում մեջ, թե ինչ ցևով գզարկանան դեպքերը վաղ է ասել, բայց հստակ է, որ համագեցության հարցը պիտի ստեղծվի եւ գիտեք այս փոքրամասնություններուն համար ամենամեծ խնդիրը հետեւյալն է, երբ ես գդիրաբեդեմ Սենք Թալ Ռեֆատին, պիտի խնդրեմ, պիտի փապակիմ, որ այդ տեղին անկաբեդը լա քյուրդ բաղկացուցիչի անդամ, ազգությամբ քյուրդ, նույնը դյուրզիները, որոնք փորձեցին ինչ որ շարժումներ կատարել։ Նույնը ալևիներուն համար էր, բայց ըստ երևույթին ալևիները փախցուցին այդ առիթը, որովհետև իրենք չվարվեցան համապատասխան ստեղծված իրավիճակին եւ լավ չգարտացին եւ հավանաբար դուրսեն եկած ինչ որ թելատրանքներու զոհկացին։ Քյուրդերու բարական բավական բարդ խնդիր մնե Սուրիո իշխանություններուն համար, որ այսօր պիտի գտնե իր լուծումը, կան անշուշտ դարբերագումներ, կան դարբեր վայրերու բարակային բազմագործություն, դարագործություններ, բայց մեծ հաշվով Սուրիո քյուրդերը այսօր մուտք գործեցին այս նոր իշխանության ասենք քողինդակ, շղարշինդակ եւ ունեցան որոշակի, ասենք իրավասություններ եւ իրենց շրջաններում մեջ դերություն անելու այսպես հնարավորություն, օրինակ ոչ ոք կհիշե, որ այսօր դարբեր ասադյան վարչագահի դարբեր փուլերուն քրդերեն ուղղակի արգելված էր Սուրիո մեջ, այսինքն քրդերենը կհամարվեր քրդերեն չպետք է խոսվեր ոչ Հալեբի մեջ, ոչ այդ շրջաններում մեջ, որ իրենք ավելի մեծամասնություն են, այսօր այդ խնդիրները չկան։ Եվ Սուրիան գողվի թեպի բազմազգ, բազմացեղ թրության, ասենք, նախապուլը վտանգը, որ գա ծայրահեղ իսլամի վտանգն է, որ ցարտ այդ զինյալները, որոնց մասին դուք հղում եք, դակավին քոյեն, այդ խնդիրն ալ կգարձեմ, որ գլուծվի, սակայն այս թեփքերուն արագ անցումը մենք գիտեք հաջող չէ, որ մենք է որ ղեկավարենք լրահոսը մեզ գստիպ է։ Եթե նկատեք 3-4 օրվա մեջ այդ զայրահեղ թեփքերը, որուն ընթացքին դժբախտաբար 2 հայ զոհեր ունեցանք, եւ ես մանրամասնություններ գիտեմ այդ առումով, սա ցույց կտա, որ Սուրիան հերույ է բաժանման վտանգ է ներգապուլին։ Տեսեք, հիմնական մտահոգությունը, որ հայտնում են կապված Սիրիայի հետ, ընդհանուր առմամբ եմ ասում, տարածաշրջանային զարգացումների պահով եմ ասում, հետեւյալն է, որ դուք ընդգծեցիք, որ նախկին կամ գործող ահաբեկչական խմբավորումների, այսպես բեկորներն են, այդ թվում նաև իշխանության վերածված մարդիկ են, հա? Իսլամական պետության ներկայացուցիչներն են եղել, քիչ ավելի լայթ տեսակը։ Հա, եւ այլն, եւ այն դեպքում, երբ իրենց թիկունքում կանգնած Թուրքիայի պես երկիր, այսինքն հետեւաբար այս մարդիկ հանկարծ մեկ օրվա մեջ ժողովրդավար, տոլերանտ դառնալ ուղղակի չեն կարող, բայց հիմա այդպեսին ներկայանում են։ Այսինքն դա մոտավորապես նման է նրան, երբ պանիրը դնում ենք թակարդի մեջ ու սպասում ենք, թե ով է ընկնելու այդ թակարդի մեջ։ Չեք տեսնում այդ վտանգը։ Ճիշտ է, շատ բարդ փուլ մնե։ Այսինքն այս մարդը, որ ստանցնած է ղեկավարությունը այս երկրին, այս բոլորը հաշվառած է եւ ինքը իր հաջորդ օրն էր, գենթադրեմ 4 շաբթի էր կամ 3 շաբթի էր հայտարարությունը կատարեց, սա մենք հաշվառած էինք այս բոլորը։ Այն իմաստով, որ այսպիսի այս որակի խժտժություններ կրնան բադայել։ Քիչ առաջ նշեցի, բարոն Սարդարյան, որ
շատ բազմազգ երգիր է, այդ բոլոր ցեղախումբերը, որ կնշեմ քուրդ, ալևի, սուննի, դյուրզի, նույնինքն անոնց մեջ կան դարբեր բաժանումներ, հետևաբար եւ դժվարանան պատասխանել, թե ինչ հունով կընթանա այս բոլորը, բայց wishful thinking որպես դրական շունչ դալու այս ամբողջին, որովհետեւ Սուրյան դակավին երկունքի ցավերու մեջ է, Սուրյան չէ գնմանի այն գնոջ, որ պիտի ծննդապեր է եւ մենք վստահ չենք, թե ինչ պիտի լա այդ ծնունդը։ Մտավախությունները որ կան արդար են, վախերը որ արդարացի են եւ ադորամար մենք կնկատենք նաեւ հայկական համայնքի բարակային մտավախություններ, որոնք մերթ գերևին, սակայն այսօր պետք է նշենք, որ Հալեբի մեջ իրավիճակը գայուն է, օրինակ 3 Հալեբի պերիոդի առաջնորդը մասնակցած է այս իշխանություններուն զորավիկ կանգնելու արարողությամբ, որուն մասնակից դարձած են հույն, ուղափար, հույն գաթողիկ է, հայ արաքելական փաղկացուցիչ եւ հայ ավետարանական դարերը, սա ինչ կնշանակե, սա կնշանակե, որ մենք Հալեբի մեջ այսպես յոլա են գնում իշխանությունների հետ եւ համագործակցություն կա եւ դեղի կունենան սխալներ, այդ սխալները պիտի փորձենք սրբակրել միասին։ Ամենակարևորը մենք պիտի պահպանենք մեր ինքնությունը, հայերի մոտ եկող չկա, սա իրականություն է, ինչքան ալ մենք մեր լրագրողները մեկ օրինակ դրածել Աբդուլ Համիդի լուսանկարը եւ Ահմեդ Շարայի լուսանկարը, այդ բոլորը ոչինչ կրնան փոխել։ Այսօր Սուրյան ունի նոր ծավաչափ եւ մենք պետք է հասկանանք Սուրյո կորձընթացը ինչ հունով գերտա, այս մարդը առանցին չէ, այս մարդու իշխանությունը Ահմեդ Շարայի իշխանությունը այդ օրը նոր ծավաչափով ժողովին մասնակցեցավ, ուր պատկերացուր ավելի քան 10 տարի է Հորդանանի, Իրաքի, Սիրիայի, Լիբանանի արտաքին գործոստնախարարները առաջին անգամ կովի երևցան նույն հարթակով։ Սա ինչ կնշանակե։ Սա կնշանակե, որ դարաձաշրջանային խաղացողները նեցուկ են։ Միացյալ Նահանգները նեցուկ է, առավելապար սեուդական արաբյան նեցուկ է այս բոլորին, բայց ես վստահ եմ, որ սխալներ պիտի կործվին, ինչպես տեղի ունեցավ, կմնա մեզի համար, եթե հայության մասին պիտի խոսենք, այս իրավիճակը ճիշտ կշռել եւ քայլել առաջ եւ ասկե առաջալ 100-րդ անգամն է կնշեմ Հայաստանի իշխանությունները անհաբաղ պետք է ծերնարգեն քայլեր խոսելու այս իշխանություններն հետ։ Սա լսեմ եւ ուրախալին այն է, որ Դամասկոսի մեջ մեր տեսփանը 3 առաջի օր հայտարարություն կատարեց, ասելով, որ մենք կգործակցենք այս իշխանություններուն հետ։ Դե այդպես առանձնապես այլընտրանք էլ ըստ էության չկա։ Հիմա բայց գանք սիրիահայության խնդիրներին։ Տեսեք, մենք ասացինք, որ ըստ չճշտված տեղեկությունների կա 1000-ից ավել զոհ վերջին իրադարձությունների արդյունքում։ Դրանցից 2-ը հայեր են, հայր եւ որդի։ Ինչ է եղել, ինչպես է եղել, հիմա դնենք մի կողմի վրա, բայց 1000-ի մեջ 2 հայ այդ չափազանց փոքր թիվ է։ Դա չափազանց փոքր թիվ է, ես ստատիստիկ բանով եմ ասում, ողբերգությունը չի բաժանվում ոչ մի թվի։ Ճիշտ է։ Հիմա արդյոք սա նշանակում է, որ իրականում Սիրիայի իշխանությունները կոնկրետ հայերի հետ խնդիրներ չունեն։ Այսինքն այն ինչ որ ժամանակին իրենք ասում են, որ դուք կարող եք հանգիստ ապրել, բնականon շարունակել ձեր կյանքը, արեք ձեր առևտուրը, զբաղվեք մշակույթով, տնտեսությամբ, կարող են շարունակել անել։ Դե հայերը երբեք խնդիր չեն ունեցած յուրական ցանկացած իշխանության հետ։ Ուր մնաց այսօր։ Գիտեք, Սիրիայի իշխանություններուն համար վախը այդ է, որ մասնատման վախը, ուրվագանի պես Սիրիայի վերև ինչև հիմա կբդդի։ Եվ քանի այդ շրջանները, օրինակ այդ Ձովեզերիա շրջանը կանի ամբողջությամբ ալևի է, այս իշխանությունները վախցան, որ այս մարտիկ, այսպես ասենք, համրիչի առաջին հադիգը գլան եւ այդ համրիչը ամբողջությամբ կգազմականտվի եւ յուրաքանչյուրը կսկսի գուզե երկել իր երկը։ Սա է մտավախություն։ Իսկ հայերը ապրած են ալևիներու հետ, հայերը ապրած են
1300 դարվա պատմություն ունենք իսլամներու հետ, չմոռնանք այս բոլորը, եւ նաեւ չմոռնանք, որ հայոց ցեղասպանության ժամանակ առաջին իսլամ շեյխը վստահ եմ դուք գիտեք այս բարական, որ իր թռները բացած է, եղած է արաբ սուննի շեյխը, այսինքն մենք ճիշտ պետք է դադենք այս բոլորը եւ վտանգները այո կան Սիրիան բادرազմի անցավ, բայց մենք նաև տեսանք այն Սիրիահայու գարձր տեսակը, որ կարճած է այդ հողին, եւ մենք պետք է ողջունենք, որովհետեւ մեզի համար կարեւոր է այդ համայնքը, մեզի համար Հալեբը, Դամասկոսը, նույնինքն Լատակյան եւ Քեսաբը մեր բադմության աշխարհակրության մեր այսպես ասեմ այդ մարդկանց որ բանջադիրության նաև ինչ որ ակսերն են մեր ներկայությունը քաղաքական իսլամի մեջ կարևոր է մենք բարդավոր ենք հաշվի նստիլ այդ բոլորին հետ եւ չպետք է փախինք իրականություններեն չպետք է հերանանք իրականություններեն եթե այլընտրանքը Հայաստան կալ է շատ բարի անոնք որ գուզեն կալ Հայաստանը փաց է բայց անոնք որ անոնց համար որ փապակը արևմուտք երթալ եւ այնտեղ իրենց կյանքը շարունակել եւ այնտեղեն ստատուսներ կրել պաշտպանելու համար ալևիներու թադը որ հարկանքս բոլորին բայց այսօր նոր իրավիճակ է մենք մեր բادرազմը չէ այդ մարտիկ քաղաքացիներ են Սուրիո արաբական հանրապետության դրոշը փոխվեցավ բայց Սուրիան որպես էյություն որպես իրավական երկիր ընդունված միջազգային հանրության կողմէ այսօր նոր կարգավիճակ ունի պետք է մենք հաշվի նստենք այդ բոլորին հետ եւ այստեղ սիրելու ադելու խնդիր չեմ տեսներ այստեղ կտեսնեմ իրավացիության խնդիր եւ իրավիճակներուն հետ ճիշտ կողմնորոշվելու խնդիր անորամար է որ նաեւ մեր Սիրիայի հոգեվոր առաջնորդները հանդիպումներ ունեցան նույնինքն Քեսաբի մեջ հայրնարեկ Լուիսյանը գնաց ամենաձայրահեղ գուսակալին հետ նստավ եւ իր իրավիճակի մասին զեկուցեց իմիջայլոց այսօրերուն Քեսաբը Գաբրի Չուրի եւ այլն դակնաբներ գողջունեմ Քեսաբի մեր հայրենագիցները ամենօրյա գաբի մեջ են եւ պատկերացրեք այդ դակնաբները ստեղծվեցան նույնինքն ալևիներու կողմէ որոնք կուզեն խափանել այս իշխանություններուն հեզասահ գործընթացը հիմա ով կհաղթե այս խաղի մեջ հովանավոր ես չեմ գրնար հովանավորել այդ մեկը բայց ես կսեմ ժողովուրդ այս է մեր իրավիճակը մենք զգուշ պետք է վարվենք եւ քանի այնտեղ մենք ունենք համայնք մենք պետք է ամեն ինչ անենք որ այդ համայնքը անվտանգ ապահով շարունակի իր պատմական երթը եւ առաքելությունը Հայաստանում ակտիվացան այսպես ասեմ խմբակներ չեմ ասում խմբակներ ակտիվացան որոնք այս ընթացքում սկսեցին բղավել որ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է կազմակերպել սիրիահայերի տարհանումը որովհետև սիրիահայերը վտանգված են եւ այլն հիմա ձեր ասած տրամաբանությամբ ստացվում է որ եթե հանկարծ օրինակ Հայաստանի Հանրապետությունը նման քայլի գնար փորձեր տանհանել սիրիահայերին որքան էլ որ նրանք չեն ուզում տարհանվել, ենթադրենք համոզեցինք, ասում ենք եկեք Հայաստան, ըստ էության կստացվեր, որ Հայաստանը դարձավ Սիրիայում ընթացող պատերազմի կամ մարող պատերազմի մասնակից։ Այդպես է ստացվում։ Ինչ որ չափ։ Դիսկեր կան անշուշտ եւ Հայաստանը նույնիսկ ամենաձանր օրերուն Հայաստանի, այսինքն նախկին իշխանություններն ալ երբեք չեն ասած, որ մենք ամբողջությամբ պիտի դարհանենք այդ մեկը նախ դասալքության համազոր արդահայտություն է մեզի համար սիրիահայերը կարևոր են մենք կդակնաբինք կծավինք եթե գարիկ կա եթե համահայկական օրագարկին վրա է սիրիական հարցը պետք է տեսնենք թե ինչպես կրնանք օգնել լրացնել իրենց գարիկները որովհետև իրենք ունին նաև միան ապահովական դակնապ չէ իրենք տնտեսական լուրջ խնդիրներու մեջ են այսօր Սիրիական լիրայի արժեզրկում, տնտեսական դակնապ, անկորձություն, մենք այդ ուղղությամբ կրնանք։ Մի քիչ ավելի ծանր վիճակում են, քան Բեյրութահայերը։ Բնականաբար, որովհետև դակավին սաղմնային իրավիճակ է եւ ես անձնապես մեծ հույսեր կդածեմ Սիրիայի աբակայի վերապերյալ անշուշտ եթե այդ խառնող գողմերը երրորդ ուժերը հասկանան որ այս է իրավիճակը մենք եւս պետք է համագերբենք եւ գործակցենք իշխանություն փոխված է եւ իշխանությունը որուն ցերքերը մաքուր չեն
Սա իրականություն է, մենք ընդունենք կամ ոչ, մենք որպես հայեր գիտեք քիչ մանավանդ Սիրիա հայերը որոշ սկացական վերապերմունք ունին, որ ես կհասկանամ Ասադներու հանդեպ, բայց այդ փուլը այլևս կպատկանի անցյալին։ Մենք պետք է նայենք առաջ, ինչպես կրնանք օգնել, իսկ դարհանումի բարական խնդրեմ ոչ ոք չարկելեր, ոչ ոքի, որ Հայաստան կան եւ Հայաստանի մեջ շարունակեն իրենց կյանքը, բայց դա դարձնել pedagogan քաղաքականություն ինքը pedagogiությունը պիտի որոշե, իմ կարծիքով սխալ է այդպես վարվել։ Մենք ժամանակին իմիջայլուց այդ քաղաքականությունը վարեցինք Իրաքում եւ զրկվեցինք Իրաքում հայկական համայնքից։ Իրաքահայերը Հայաստանում չմնացին, բայց Իրաքում ոչ ոք չմնաց։ Երկրորդ խնդիրը Սիրիայերը կան այստեղ մի 2 տարի ապրեն ու գնան Կանադա կամ գնան Ամերիկա, որ ինչ իմաստ ես չեմ տեսնում։ Իհարկե ազատությունը բոլորին գլխավոր երաշխիքն է ասբարակային, բայց պիտի տեսնենք, որ այդ մարդկանց կյանքը արդեն վտանգի եւ ցավի մեջ է, մենք ավելի փարտացնենք իրենց վիճակը, այս անգամ պիտի շատ եղած է դեպքեր, որ եկած են եւ չեն ընդելացած եւ վերադարձած են, այսին անհատական որոշում է։ Մենք կրնանք Հայաստանի տեսփանությունը կրնա օգնել անոնց, որոնք իրապես փապակ ունին քալու, բայց մենք իրավունք չունենք բարձրացնել, որ տեսեք Հայաստանի Հանրապետությունը կամ պատկերացրեք Ալ-Արաբիան ցույց տա, Հայաստանի Հանրապետությունը սահմանիոտ ուղարկեց, օտանավ ուղարկեց եւ հայերը դարհանվին։ Իմաստ չեմ տեսնել ես։ Նույնիսկ դա նաև կարող է գործող իշխանության վերաբերմունքը հայերի նկատմամբ ընդհանրապես փոխել։ Եվ գզարմանամ ես, մերոնք ինչու գուշացնեն Հայաստանի իշխանությունները գուշացնեն, մենք դեղագալի մագարտակով կարծեմ պարոն Գոստանյանն էր Դամասկոս մեկնեցավ, ինչքան գիշեմ։ Ես փապակ է, որ մենք Սիրիայի ամենաձանր օրերուն Սերժ Սարգսյանի օրերուն մենք բادվիրագություն բարձր մագարտակի ուղարկած ենք, պատգամավորներ ուղարկած ենք։ Հիմա ինչի կսպասենք, այսինքն եթե գալստուգի քույնը մեզի չի համադասխաներ կամ մորուքի ցևը մենք դիվանագիտության գարիք ունենք, որովհետև Սիրիահայերը նաև նեցուգի գարիք ունին եւ այդ նեցուգը միայն եկեղեցին չէ, այդ նեցուգը Հայաստանի Հանրապետությունն է որպես պետություն եւ այդպես մեր թիրքերը կամրանան։ Եթե գարիքը գա այլ միջամտություններու, այլ ճանապարհներու, սեուցիներու ճամփով մենք հարաբերություններ ունենք, ահա արիթմն է, որովհետև այսօր Սիրիայում ինչ որ կներկայացվի, թե Թուրքիան գլխավոր խաղացողն է, այդպես չէ, բարոնայք։ Թուրքիան ունի աստեցություն, Թուրքիան ունի շահեր, Թուրքիան ունի վախեր, եւ այսօր Թուրքիան շատ ուրախ է, օրինակ քյուրդերը մտան Սուրիական բեդության կողիդակ եւ այդ մեկը իր մե վտանգը գերացնե, որովհետեւ այդ զինյալ խմբավորումները օրինական պիտի դառնան, ճիշտ է գրնան փոքր տեղին դրոշակ մը ունենալ, բայց իրենք Սիրիայի ընդհանուր խաղապարի մեջ են եւ իրավունք չունին ոդընցկություններ կատարելու Թուրքիո նկատմամբ, ահա Թուրքիան 1 քարով 2 թրջուն հարվածեց, լուծեց PKK-ի խնդիրը համարյա թե եւ այսօր քյուրդերու խնդիրը ըստ երևույթին Թուրքիո համար այլևս օրագարկ պիտի չդառնա եւ այդ հրեդորապանությունն ալ որ հեսա հարցակվելու ենք Սիրիայի ուղությամբ այդալ այլևս տեղի պիտի չունենա հուսանք Միացյալ Նահանգները թույլ չի տա թե այլ գործոններ մի մոռացեք Սիրիայի ղեկավարին համար երկրորդ պաշտոնական այցը երկրորդ Անկարա էր, առաջինը Ռիադ էր, սա խորհրդանշական ինչ որ բաներ իմաստներ ունի եւ Թուրքիան այս իշխանություններուն հետ սերտ գործակցության մեջ է, գախնիկ չէ, որովհետեւ օրգանիկ, այսինքն գբաձեն այդ երկիրները, իրավունք չունին չգործակցելու իրենց տեսակետով որպես երկու գայացած պետություններ, որոնք խնդիրներ ունին լուծելու, սահմանային փոխգործակցություն ունին, դարբեր առումով տնտեսական բաներ ունին, բայց որսել որ Սիրիայի Փերթին, Հալեբի Փերթին վրա թրքական դրոշակը դեսանք կամ 3 այդ կորշ քայլերու նշանը դեսանք, այդպես չէ, այդքան հեշտ չէ, որովհետև Սուրիան թարավոր ներգայություն ունեցող pedagogan հիմքեր ունեցող ինչքան էլ այդ պետությունը խեղված է այսօր, բայց pedagogan համագարկում ունի։
Կարևորը մեզ համար է հեշտ այդ ամեն ինչը այդպես մեկնաբանել։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ գրող հրապարակախոս Սաքո Արյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։